Արմենիան, Ադրբեջան, այլևս վայնացնում է, որ իրենք տանկերով չեն ուզում գան ավտոմեքենաներով են գալու, անպայման գալու են Ալեն Սիմոնյանի հոգեշեղված գործակալական արտահայտություն, որ ցանկացած ազատ կարա տաքսիով գա Հայաստան-Երևան ֆրֆրագնա։ Եթե մենք ուզում ենք արևմտյան Ադրբեջանի դեմ պայքարենք, մենք ռուսական օկուպացիայի դեմ պիտի պայքարենք, որտեղ դա հովանավորվում, ուղղորդվում է Մոսկվայի կողմից, եւ թե Նիկոլ Իրկպեով թե նախինները Կրեմլի ամենացայտուն նվիրալներն են, որոնք առաջնորդվում են Լենինի համար պայմանագրի շուրջ։ Այդ ամենը հիմնավորեմ այդ 60-ական թվականների Երևան Մարոցյան դաշտում Հայաստանում հայերի ու ազարների մեջով կոնֆլիկտների լուսաբանությունով իմ մեծերը այդ 90-ական թվականներին այդ Ղարաբաղյան կռիվների հետ թշպարերին միշտ այդ խոսակցությունները ներկայում եղել եմ լսել եմ այն մարդիկ որ ասում են դե խախանդ ապրում ենք ազարների երեսին չերեկավ մեր գլխին պիտի գնանք կռվենք Ղարաբաղում միշտ էլ այդ օրինակները բերում էին եւ այսպես բանը նրանում է որ ռուսները գալով օկուպացնելով մեր բնորանը սարքելով մեզ կոնսուլատիար անասնաֆերմա բանտակյա տարած մեր հայրերի ոստան հայրենիքը իրենք եկել են մեր լիովին ու լայնածավալ աջակցության շնորհիվ մենք ֆինանսավորել ենք կամավոր մասնակցել ենք ամեն ձև օգնել ենք որտեղ հավատացել ենք ռուսների խոստումին որ մենք ուզում են պրոստը հարավային ծովեր ելք ունենան Որեն երկը ապահովելու համար մահմեդականները խոչընդոտում են, եկեք օգնեմ ազատագրենք, անկախ Հայաստան կունենանք, իրենք էլ այդ առևտրային ճանապարհներով ազատ կօգտվեն։ Մենք էլ համաձայնվել ենք, բայց խափնվել ենք ազգովի։ Ռուսը տեսնելով այդ ամեն հզորությունը հասկացել է, որ եթե մենք օսմանների Պարսից շահերի դեմ կռվել ենք, տենալով մեր հզորությունը, ապա եթե վաղը չեմ սուրուզենենք ռուսի դեմ կռվենք, ռուսը ինչ պիտի անի։ Դա համար ռուսը միշտ իրան հենարանա գտել հարավային Կովկասում թաթար ազերներին եւ չինովնիկական այնտեղ հայկահավաք ապարատի համար ինքը միշտ ընվել է վրացիների վրա։ Ինչու Կովկասի մահմեդականներին որպես նրան չի ընդունել, որտեղ շուրջ 160 տարի Կովկասը ռուսը ազատագրում էր կովկասցիներից 160 տարվա մեջ Կովկասի բնակչությունը 5-7 միլիոն է եւ 1864 թվականին, երբ որ Կովկասը վերջնականապես նվաճվեց, Կովկասում մնաց 1 միլիոն մարդ։ Բազմաթիվ ցեղեր, ազգերի սպառն վերացրել, չեչենները 1 միլիոն 1 միլիոն էին, ազատագրելուց հետո կովկասցիներից մնացին 100,000, խոսքի լեզգիներ, դագեստանցիներ, բազմաթիվ 5 միլիոնից մնացել 5-7 միլիոնից մնացել է 1 միլիոն մարդ։ Այդպես է շարունակվել ամբողջ 19-րդ դարում, եթե հայերի ազարների միջև կոնֆլիկտ է եղել, միշտ էլ օգուտ ազարների այդ հարցը լուծվել հայերի վրացիների կոնֆլիկտը օգուտ վրացիների, դա համար վրացիները այդպես հաբրկած են էլ արտոնյալ են։ Առաջին համաշխարհային ժամանակ Հայաստանի զորակոչվել է բոլոր տղաներն ու տղամարդկանց, մենք անողոք հարկային բեռի ներքո ենք եղել, ամեն ինչ անում պատերազմին, դա ձեր զինվորներն են կռվում, մի բան էլ ավել տարեք, իսկ Հայաստանում ապրող քրդերին ու մահմեդականներին ազերներին բանակ չեն տարել։ Առաջին համաշխարհային ժամանակ, ցարի ժամանակ։ Տարբերություն օսմանների, որտեղ բոլորին են կանչել, թե քրիստոնյաներին, թե մահմեդականների պատերազմին, բայց օսմանները քրդերին ու բոշաներին չեն տարել բանակ, որտեղ քրդերին ու բոշաները իրենք թուրքերի մարդ չեն համարում։ Եվ այսպես գալով սովետական իրականության 60-ական թվականներին թուրքերը լկտի պահվածք ունեն մեր հանրապետությունում եւ երբ որ ինչ-որ կոնֆլիկտ է լինում հայ ու թուրքերի միջեւ, միշտ էլ Մոսկվայից գալիս են պարտիական աշխատողները, քարտուղարները հետևում են, որ այդ կոնֆլիկտը խաղաղ լուծվի, որպեսզի ինտերնացիոնալի ազգային սովետի բազմազ եղբայրությանը դեմ խոչընդոտ չլինի։ Եթե այդ կրիմինալ ինչ-որ միջադեպ է լինում, Մոսկվայից գալիս էին քննիչներ ու օպերներ, այդ ամենը իրենք անմիջապես չէին մասնակցում, բայց հետևում էին, որ ադրբեջանցիներին շատ չնեղեն Հայաստանում։ Որպես այդպեսին են հայ ղեկավարը, իսկ ցանկացած միջին ուղերին օղակի սովետի ժամանակ ղեկավար պիտի պարտիա ներկայացուցիչ լինի, որը հայերին ու ազերներին հավասար էր, նայում դրան տեղում շփոթում էին դուրս։ Պետք է ազերները արտոնյալ լինեին։ Ամբողջ Արարատյան դաշտով ազերները կոլխոզներից ափաշքարա օրը ցերեկով գալիս են հատնտիր նայելով, ջոդիլով այնտեղ մի բանջարեղեն է գողանում, բերում են Երևան շուկաներում ծախում, եւ երբ որ այդ կոլխոզի
գյուղացիները գիլդիմներ էին անում, դրանց լարում էին, խոչընդոտներ էր լինում, անպայման գալիս են Մոսկվայից, բարեշտացնում են օգուտ ազատների։ Երևանյան շուկաներում, որ ասում են թուրքերը էժան ապրանք են տալի, թուրքերը լավ են նայում, էս են անում, թուրքերը հայերին չեն թողել առևտուր անեն, որ դա միլիցիաների շնորհիվ, այդ ամենը կրիմինալի շնորհիվ, թուրք կրիմինալի շնորհիվ հետևել են, որ հայերը առևտուր չանեն։ Այն միլիցիան որ չգնացել դրան, տեղում Մոսկվայից զանգել գործացանել են Մոսկվայից։ Եվ այդ միջադեպները, այդ լեկտությունները միշտ էլ եղել է, ու մեր ղեկավարները, իմ մեծերն են պատմում, որ իրենց ուսանող տարիներին միշտ էլ ասել են, դե մենք ապաշտյա ձեզ չենք կարող օգնենք, բայց ամեն ձևով ձեր հետ ենք։ Ու այդ գիլդիմներ են արել Թուրքիային, թուրքերը այդպես բան են արել, լիցեկով Մոսկվայից եկել են Թուրքիային օգնել են, այդ որ օգնել են, լավ էլ հասած սղկել են, շուկաներում հայերին հզնեղել են, Թուրքիային դերս սղկել են, միլիցիան, հայ միլիցիան Հայաստանում, որ Թուրքիային պաշտպանել է, հաջորդ օրը առավոտը գնացել են տանկողերը, բարևներ են արել, ասել են կեսղելոք պահի, ինքը զանգել է իր վերադասին ասել է, ես տենց բան չեմ տեսել, նա նկարել, որ Թուրքիային քիչ պաշտպանի, դրա համար, քանի որ մեր մոտ էլ թուրքերը առանձնապես մեջ պաշտոն չէին կարող ունենային, դրա համար այդ ամեն այդ գիլդիմները միշտ էլ եղել է 60-ական թվերին, 70-ական թվերին, նորից եմ կրկնում, թուրքը հայկական գյուղերը մտնում էր, ապաշտյարա մի բանջարեղեն է հատտիրը, իրենց այդ կոդել մոդելով էլի, մեծ մակլավիկներով, մեծ ու փոքր ճտերով հավաքում էին, գողանում էին, հավաքում դնում էին, բերում են Երևան շուկայով, մեր վրա ծախում էին։ Ու անկած մեկը միջամտեր արգելեր բան, գիլդիմ էր Մոսկվայից գալի բաժանում էին։ Հենց որ մենք ռուսական օկուպացիայից եթե քայլեր չենք անում ազատագրվենք, Արևմտյան Ադրբեջանը մեկից մեկ լինելու է։ Ու ամենազավեշտն ու լպրշություն կարող է նրանում, որ Գյումրու Վարդանիկին երբ որ ձերբակալեց ԿՊԱ-ական Կրեմլյան Նիկոլը, ապա Գյումրու եկեղեցու զանգերը սկսեցին ղողանջել 44 ծրային չի ղողանջել 2023 թվականի Արցախի այդ արցախցիների ձեռներ ոտերի կապին ադրբեջանցիները հարձակման այդ ժամանակ չի ղողանջվել Արցախը հայությունը իրենց բնորանից վտարվեց եկեղեցու զանգերը չի ղողանջվել Վարդանիկի բռնելու ժամանակ եկեղեցու զանգերը ղողանջել է լպրշությունը լկտիությունը սահման